գենետիկ պատճառը չգիտես ինչի վերջում է հայտնում, երբ որ արդեն ամեն ինչ ստուգված է լինում։ Երբ մենք խոսում ենք գենետիկայի մասին, մենք նկատի ունենք հարյուրամյակներ շարունակ, որովհետև ոչ մի գենետիկական ինֆորմացիա ոչ միտեղ չի կորում։ Բացարձակ առողջ մարդը կարող է կրող լինել նման տիպի փոփոխության եւ չիմանալ դրա մասին։ Պարտադիր պետք է սկզբից ստուգվի օրինակ տղամարդը, հետո կինը, թե երկուսն էլ հավասարապես պետք է անցնեն այդ հետազոտությունները։ Ռիսկը, որ նույն հիվանդության գենը կկրկնվի եւ տղամարդու եւ կնոջ մոտ դարեր շարունակ եկած շատ ավելի մեծ է, քան այն պոպուլյացիաներում, որտեղ խառը ամուսնություններ են։ Հնարավոր է ժամանակին պարզել, որ կա խնդիր, մասնավորապես հենց քրոմոսոմային մակարդակում եւ այն ժամանակին կանխել։ Դա ունի համախտանիշի պարագայում մենք կարող ենք կարիոտիպի միջոցով շատ արագ, շատ հեշտ եւ շատ հստակ ախտորոշել։ Սա դատավճիռ է, թե ամեն դեպքում լուծման որևէ ինչ-որ մի տարբերակ կարող է լինել։ Հայտնաբերված գենետիկական խնդիրների, սենց ասեմ, մեծ մասը շրջանցելի են։ Գիշերային զրույցներ ամեն ուրբաթ